Ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, մենք սկսում ենք Armen հեռուստաընկերության եթերում տուն տեղ հեռուստանախագծի 11-րդ եթերաշրջանը։ Մի փոքր դադարից հետո մենք նորից վերսկսում ենք մեր եթերները եւ մինչեւ ամբրան շոկ ամիսներ լինելու են եթերում։ Հաջողությամբ ավարտելով նախորդ եթերաշրջանում Հայաստանի եւ Փարիզի բնակարանները, այս եթերաշրջանում մենք միասին շրջագայելու ենք։ Այցելելու ենք մի շարք միջազգային դիզայն ցուցահանդեսներ եւ այն ռեալիթի ձևաչափով ցուցադրելու ենք ձեզ։ Այնպես որ միացեք մեզ, բաց մի թողեք մեր եթերները, իսկ մենք կհանդիպենք յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին Armenia հեռուստաընկերության եթերում։ Բարի եթեր մեզ եւ բարի դիտում ձեզ։ Ողջույն մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր Armenia հեռուստաընկերության միացել են տուն տեղ հեռուստանախագծի 11-րդ հոբելյանական եթերաշրջանի անդրանիկ թողարկմանը։ Այս պահին ես գտնվում եմ մեր այս եթերաշրջանի գլխավոր հովանավոր United Technical Service ընկերության Grohe մասնագիտացված կենտրոնում, որտեղ էլ մեկնարկելու ենք նոր խորագիր սանտեխնիկների համար։ Իսկ այս խորագրի գլխավոր հերոսը եւ իմ գործընկերն է լինելու ընկերության նախագծերի եւ սերվիսի մենեջեր Ռոման Մատինյանը։ Ողջույն Ռոման։ Բարև ձեզ, Կարեն։ Շատ ուրախ եմ, որ եթերում կրկին հանդիպեցինք, թեպետ եթերից դուրս շատ հաճախ ենք շփվում տարբեր նախագծերի շրջանակում։ Ռոման, այսօր այս խորագրի առաջին, եթերի շրջանակում խոսելու ենք ծորակների ճիշտ ընտրության ընթացակարգից կամ ոսկե կանոններից, ինչպես ճիշտ ընտրել ծորակներ։ Այս բանը տեսնում եմ ձեր ձեռքում դետալ, սա ինչ է եւ ինչ կապ ունի մեր այս խորագրի հետ։ Շատերը հարցնում են, թե Grohe-ն ինչով է տարբերվում մյուսներից, պատասխանը իմ ձեռքումն է։ Սա մեր Grohe-ի կերամիկական կարտրիջն է, մեր բոլոր ծորակների հիմքում տեղադրված այս կարտրիջը։ Այն ապահովում է բռնակի անթերի սահունություն եւ ծառայում է տասնամյակներ։ Ռոման, նայեք, վստահ եմ, որ տարբեր ծորակներ նախատեսված են տարբեր, տարածքների համար, օրինակ կան բնակարանի համար նախատեսված, նույնիսկ բնակարանի տարբեր, խոհանոցի համար այլ ծորակներ են նախատեսված, լոգարանների համար այլ ծորակներ եւ հասարակական տարածքների համար վստահ եմ լրիվ այլ ծորակներ։ Այ եկեք այսօր հերթով խոսենք այս ծորակների մասին եւ ձեր խորհուրդները լսենք, որոնք որ տարածքի համար լավագույնս կաշխատեն։ Սկսենք որից։ Grohe Eurosmart-ից, որը նախատեսված է որ տարածքի համար, բնակարանների համար։ Ռոման, կարծում եմ, որպեսզի հեռուստադիտողների համար ավելի պարզ լինի, մենք ոչ միայն կզրուցենք այս ծորակներից, այլ ամբողջ ընթացքը ցույց կտանք, unboxing կանենք եւ կցուցադրենք տեղադրման փուլերը, ինչու՞ չէ նաեւ առավելությունները հենց արդեն ապրանքների վրա։ Համաձայն եք։ Այո։ Դե սկսենք։ Սկսենք որ մոդելից։ Grohe Eurosmart-ից։ Կխնդրեմ մեզ ձեռնոցներ տրամադրել, որպեսզի unboxing անենք, իսկ դա ինձ մոտ շատ լավ է ստացվում, Ռոման, չգիտեմ քեզ մոտ ոնց։ Մեր մոտ է շատ լավ ստացվում։ Ես շատ հաճախ եմ unboxing անում, շատ տարատեսակ պրոդուկտներ, այնպես որ տուրին սա։ Տեսնենք։ Ինչ էլ ծանր է։ Պողպատ է, հա։ Այո։ Ահա։ Ամեն դետալ գեղեցիկ փաթեթավորված։ Շատ գեղեցիկ է։ Ահա, ցուցադրենք հեռուստադիտողներին։ Սա նախատեսված է լոգարանների համար։ Այո։ Եվ իր համապատասխան դետալները միասին։ Դե ինչ սա ձեզ տալիս են, որպեսզի դուք տեղադրում կատարեք, իսկ ընթացքում արդեն կներկայացնենք այս մոդելի բոլոր առանձնահատկությունները։ Կարեն, սա մեր ամենապահանջված մոդելն է, Eurosmart-ը համատեղում է դիզայնն ու էրգոնոմիկան, ունի EcoJoy տեխնոլոգիա, որը կրճատում է ջրի ծախսը մինչև 50%։ Նույնիսկ։ Այո, առանց հարմարավետության կորստի։ Այսինքն, Ռոման, կարող ենք համարել, որ սա իդեալական է, ստանդարտ լոգասենյակների համար։ Շատ լավ, շատ լավ։
Ռոման, շարունակենք զրույցը, հաջորդ պրոդուկտը, որի մասին խոսելու ենք, կարծում եմ հասարակական վայրերի համար նախատեսված մոդելի մասին կարող ենք խոսել, որն էր դա, ինձ հիշեցրեք։ Գրոհը Essence սենսորային ծորակը։ Ահա, սենսորայինը ենթադրում է, որ արդեն ջրի խնայողություն է կատարվում։ Բացի նրանից, որ ջուր է խնայում, մինչև 50% եւ շատ հիգիենիկ է։ Այո, կարող, որովհետև անհպում կարելի է կիրառել։ Շատ լավ, եկեք unboxing անենք սա նույնպես, բավականին մեծ տուփ եմ տեսնում, ահա, եկեք ցուցադրենք մեր հեռուստադիտողներին, ահա, կարծում եմ սա այն մոդելն է, որ շատ հաճախ տեսնում ենք Երևանի լավագույն ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում, ճիշտ եմ։ Այո, հասարակական շատ գեղեցիկ է, շատ լակոնիկ, շատ գեղեցիկ, բայց նաև հնարավորություն ունի այս բռնակով օգտագործել, թե սա ուրիշ բան է։ Սա ջրի ջերմաստիճանն է կարգավորում է, այո։ Դե ինչ, սա նույնպես փորձենք տեղադրենք եւ փորձարկենք, թե ինչպես է աշխատում սենսորի միջոցով։ Ռոման, ինչպես հասկացա, սա գրասենյակների, ռեստորանների եւ սրճարանների համար լավագույն լուծումն է, հա, այս Essence-ի մոդելը։ Այո, Կարեն, այն աշխատում է ինֆրակարմիր սենսորով։ Սա ոչ միայն հիգիենիկ է, այլև բացառում է ջուրը բաց թողնելու եւ տարածքը հեղեղելու ռիսկը։ Շատ լավ, սա շատ կարեւոր է, կարծում եմ, նամանավանդ երբ ոգելից խմիչքներ օգտագործած հյուրերը երբեմն մոռանում են ջուրը անջատել։ Այո, ջուրը հոսում է միայն այն ժամանակ, երբ ձեռքերը սենսորի տակ են։ Բացի այդ, շատ ոճային է եւ պրեմիում տեսք է հաղորդում հաստատությանը։ Միանշանակ շատ գեղեցիկ է։ Դե ինչ Ռոման, շարունակենք ծանոթությունները գրոհի լավագույն պրոդուկտների հետ։ Տեսնում եմ չափսերը տուփերի գնալով ավելի մեծանում է։ Ինչ ենք unboxing անելու, Սա խոհանոցային գրոհը Essence Smart Control ծորակն է։ Ահա, նախատեսված խոհանոցի համար է դա Այո, չէ՞։ խոհանոցի համար է միայն նախատեսված։ Սա կարծես թե թագուհին է ծորակների մեջ, հա։ Ինչու է այսքան մեծ։ Unboxing անենք։ Ես արդեն փորձում եմ տուփից հասկանալ, որ սա բազմաթիվ հնարավորություններ ունի, բայց չենք շտապում, մանրամասն կներկայացնենք հեռուստադիտողներին, սա արդեն շատ ծանր է։ Օհո, շատ գեղեցիկ է։ Այո, սա խոհանոցի ծորակների թագուհին է։ Ահա, բավականին անփայլ, ինչ երանգ է սա։ Այո, սա անփայլ խրոմն է։ Որը շատ նորաձև է այս տարի։ Ռոման, ինչ ֆունկցիաներ ունի սա, այտենց մի երկու բառով ասենք, հետո ավելի մանրամասն։ Նա տարբերվում է նրանով, որ կառավարվում է կոճակով։ Ահա, Ջրի հոսքը կառավարվում է պտուտակով շատ լավ։ եւ ունի երկու ռեժիմ՝ ցնցող եւ սովորական։ Շատ լակոնիկ, ոչ մի ավելորդություն չկա դիզայնի առումով, նամանավանդ այն բնակարաններում, որոնք ստուդիո տարբերակ են եւ ճաշասենյակ եւ խոհանոց միասին են, կարծում եմ իդեալական տարբերակ կարող է լինել։ Հրաշալի է։ Դե ինչպես հասկացաք, այսօր ծանոթացանք գրոհ է ապրանքանիշի լավագույն տեսականու հետ, հա, 3 ծորակների հետ, բայց գրոհեն ունի շատ այլ տեսականի, որին ծանոթանալու համար անպայման կարող եք այցելել Դավիթ Անարտ 9 հասցեում տեղակայված խանութ սրահը եւ Ռոմանը անպայման ձեզ կօգնի ճիշտ ընտրություն կատարել։ Կամ եթե ժամանակ չունեք, կարող եք այցելել shop.grohe.am եւ ծանոթանալ բոլոր ապրանքներին առցանց ձևաչափով։ Եվ վերջում որպես ամփոփում նշեմ, որ ամենի սկսվում է եւ ավարտվում է կարտրիջից, ճիշտ հասկացա։ Կերամիկական կարտրիջ։ Այո, սա ամենակարևոր դետալն է եւ ինչպես մեր նախորդ թվարկումներում էինք ասում, սա սիրտն է ծորակի, որը բաբախում է երկար տարիներ։ Կհանդիպենք։
Տոգաս ընկերության խումբը այսօր նշում է իր 100-ամյակը։ Ընկերություն, որի արմատները ձգվում են մինչև 20-րդ դարի սկզբի Հունաստան։ Այս ընկերությունը ներկայացնում է տան տեքստիլի շքեղ եւ արդիական աշխարհը։ Բարձրորակ նյութերի եւ նուրբ դիզայնի համադրությամբ Տոգասը ստեղծում է յուրահատուկ հավաքածուներ, վերափոխելով տեքստիլ դեկորի մասին պատկերացումները, դառնալով այս ոլորտի նորաձևության միտումներ թելադրող։ Տունտեղ հաղորդաշարի շրջանակներում Տոգաս ընկերությունը այս եթերաշրջանում շարունակում է իր համագործակցությունը։ Այս տարի մեր ընկերությունը նշում է իր 100-ամյակը եւ այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության պատմությունը։ Տոգաս ընկերությունների խումբը, որի պատմությունը սկսվել է Հունաստանում 20-րդ դարի սկզբին, հրավիրում է ձեզ ճանապարհորդության դեպի շքեղության, անթերի ճաշակի եւ արդիական ոճային լուծումների աշխարհ, տան տեքստիլի աշխարհ։ Օգտագործելով բարձրագույն որակի գործվածքներ եւ նյութեր, Տոգասը ստեղծում է տան տեքստիլի յուրահատուկ հավաքածուներ, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումը տեքստիլ դեկորի մասին։ Տոգասը եվրոպական բրենդ է գրեթե մեկդարյա պատմությամբ։ 1926 թվականին Աթենքում հիմնադրված Տոգաս տեքստիլի տունը այսօր արտադրության առաջատարներից է եւ տան տեքստիլի աշխարհում նորաձև միտումների թելադրողներից։ 2026 թվականին Տոգասը նշում է իր 100-ամյա հոբելյանը։ Այս կարևոր փուլը կնշանավորի զարգացման նոր շրջան, նոր խանութ-սրահների բացման եւ մեր միջազգային ներկայության զգալի ամրապնդում աշխարհում։ Հոբելյանին ընդառաջ մենք պատրաստում ենք հատուկ սահմանափակ հավաքածուներ, որոնք կարտացոլեն մեր փիլիսոփայությունը եւ արժեքները։ Մեզ համար 100-ամյակը ոչ միայն տոն է եւ կարևոր սահմանագիծ, այլև հիմք ապագա ձեռքբերումների համար։ 1926 թվական Տոգաս ընկերության հիմնադրում Առաջին համաշխարհային պատերազմից հետո երիտասարդ տաղանդավոր Իլիաս Տոգասը բացում է փոքր ատելյե, որտեղ աշխատում է որպես դերձակ։ 1945 թվական բացվում է Տոգաս տեքստիլի տունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Իլիաս Տոգասը իր արտադրությունը համալրում է մանրածախ խանութներով, որոնք առաջարկում են նաև անհատական կարի ծառայություններ։ 1970 թվական Տոգասի առաջին տեքստիլ հավաքածուն։ Բիզնեսը փոխանցվում է Տոգասի որդիներին՝ Պավլոսին եւ Դիմիտրոսին։ Օգտագործելով գործարանի հզորությունները եւ հորից ստացված եզակի գիտելիքները, նրանք ստեղծում են ասեղնագործ տնային տեքստիլի հավաքածու։ 1995 թվական Տոգաս ընկերության զարգացման նոր ուղղություն հիմնադրի թոռը Կոստաս Տոգասը նախաձեռնում է ընկերության մուտքը միջազգային շուկա։ Բացառիկ սպասարկումն ու անհատական մոտեցումը դառնում են Տոգասի ռազմավարության առաջնահերթությունները։ 2000 թվական Մոսկվայում բացվում է առաջին Տոգաս ատելյեն, որտեղ առաջարկվում են դեկորի բոլոր տարրերի անհատական կարի բացառիկ ծառայություններ։ 2012 թվական Աթենքում ստեղծվում է կրեատիվ բյուրո, որտեղ եվրոպացի դիզայներների թիմը մշակում է Տոգասի գործվածքների եւ պատրաստի արտադրանքի հավաքածուների գաղափարները։ 2016 թվական բացվում է ֆլագման բուտիկը Նյու Յորքում 5-րդ պողոտայում։ 2021 թվականին Տոգասը գլոբալ ընկերություն է, գրասենյակներով Հունաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում եւ Հնդկաստանում։ Օգտագործելով բարձրագույն որակի գործվածքներ եւ նյութեր, Տոգասը ստեղծում է տան տեքստիլի յուրահատուկ հավաքածուներ ամբողջ աշխարհում տեղակայված արտադրություններում, պահպանելով էկոլոգիական խիստ վերահսկողության եւ արտադրության ժամանակակից չափանիշներ։
համագործակցելով վստահելի գործընկերների եւ լավագույն մատակարարների հետ։ 2024 թվական Տոգսը մտնում է ռազմավարական զարգացման նոր փուլ, ուղղվելով դեպի մերձավոր արևելքի շուկաներ, որտեղ ավանդական շքեղությունը հանդիպում է նորարարության եւ նոր տեսլականի հետ։ Մենք բացում ենք նոր գլխավոր գրասենյակ Դուբայում, ընդլայնում ենք դիստրիբյուցիոն ցանցը եւ պահեստները, ապահովելով համաշխարհային շուկայում անզիջում ներկայություն։ Տարվա գագաթնակետը դարձավ Դուբայում առաջին Տոգաս տան բացումը 2200 քառակուսի մետր տարածքով։ Ավելի քան 140 բուտիկ եւ ատելյե ներկայացված են 18 երկրներում՝ Հունաստանում, ԱՄՆ-ում, Արաբական Միության Էմիրություններում, Ռուսաստանում, Կիպրոսում, Ավստրիա, Իսպանիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Կոտ դ'Իվուար, Հայաստան, Ռումինիա, Սերբիա, Բելարուս, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկիստան, Қырғызստան։ Մենք պարզապես չենք վաճառում գեղեցիկ եւ հարմարավետ տնային ապրանքներ։ Մենք օգնում ենք մարդկանց, ովքեր կարևորում են կյանքի որակի բարելավումը, ստեղծել իրական հարմարավետություն իրենց տանը նոր մակարդակի վրա։ Գրեթե 100 տարի մենք արտադրում ենք անզուգական տնային ապրանքներ, որոնք ոգեշնչում են մեր հաճախորդներին ստեղծագործաբար մոտենալ իդեալական հարմարավետության իրենց երազանքի իրականացմանը։ Դուք շարունակում եք դիտել «Տուն» հեռուստանախագծի հոբելյանական 11-րդ եթերաշրջանից, մենք շարունակում ենք մեր հանդիպումները մեր այս եթերաշրջանի գործընկերների հետ։ Այս պահին մենք հանդիպելու ենք մեր նոր գործընկեր, դե շատ հայտնի, իսկ մեզ համար շատ հարազատ գործընկերոջ, Տինտակոլ ընկերության տնօրեն Արա Խաչատրյանին։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, շատ ուրախ եմ, որ այս անգամ նույնպես համագործակցելու եք մեզ հետ եւ 3 ամիսների ընթացքում ներկայացնելու ենք Տինտակոլ ընկերության նոր եւ արդեն բոլորին հայտնի ապրանքները, բայց այս անգամ նոր ձևաչափով փորձելու ենք ոչ միայն փորձարկման եւ ներկայացման տարբերակով, այլ նաեւ ինֆորմացիոն, ավելի շատ շեշտադրություն դնենք կոնտենտի վրա, որպեսզի այն մարդիկ, ովքեր նույնիսկ իրենք կփորձեն կիրառել, օգտագործել այս լուծումները իրենց վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակ, ամբողջապես կարողանան առանց որևէ մասնագետի։ Շատ լավ է Կարեն ջան, մենք արդեն կարելի ասել ունենք երկարաժամկետ կամ երկար տարիների համագործակցության փորձ Տուն նախագծի հետ եւ այն կոնտենտ, այն բովանդակությունը, որ ստեղծվում է մեր համագործակցության արդյունքում, լիովին բավարարում է մեր ռազմավարական կամ մարքեթինգային քաղաքականությանը, քանի որ ինչպես նշեցիք, դեր հաղորդումների ընթացքում ներկայացվում են որոշակի տեխնիկական եւ այլ ինովացիոն նորություններ, դա հենց այն մասն է, որը մենք ձգտում ենք հասցնել մեր հաճախորդներին, մեր շուկային։ Եվ կարծում եմ այս թողարկումները կլինեն հեռուստատեսային հետաքրքիր ձևաչափ, ուղեցույց, որպեսզի մարդիկ ճիշտ կիրառման տարբերակներին տիրապետեն լուծումների եւ կիրառեն։ Նաև ուզում նշել, որ այս եթերաշրջանում պարտադիր շեշտադրված լինելու է տարատեսակ միջոցառումների դիզայն ներկայացումը մեր եթերաշրջանում, մասնավորապես Միլանի դիզայն շաբաթին ենք մեկնելու եւ անպայման ներկայացնելու, այնպես որ կարծես թե իտալական այսպես ալիքներից դուրս չեն գալիս դեռևս։ Իտալական կամ եվրոպական որակի չափորոշիչները մեր համար այն ոճն է, այն աշխատելավոճն է եւ այն ստանդարտներն, որոնցով մենք աշխատում ենք, աշխատել ենք եւ շարունակում ենք զարգացնել մեր շուկան այդ ուղղությամբ։ Պարոն Խաչատրյան, տեղյակ եմ, որ շատ շուտով նորություններ եք ունենալու, եթե ցանկություն ունեք այդ մասին ասել, կարող ենք կիսվել մեր հեռուստադիտողների հետ, որովհետև որ ժամանակ անց ունենաք արդեն շատ պրոֆեսիոնալ մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր ապրանքները, կրկին շատ հետաքրքիր ձևաչափով, այսինքն լրիվ նոր մի բան, որ հայկական շուկայում դեռևս առկա չէր։ Այո, մենք շուտով կունենանք նոր խանութ-սրահի բացում, որով մենք ավելի մոտիկ կլինենք մեր հաճախորդների հետ, հենց այդ լուծումների վիզուալիզացիայի մասով եւ մեր հաճախորդները կտեսնեն, կշոշափեն, թե ինչ լուծումներ եւ ինչ դիզայնի
հանգուցալուծումներ ենք առաջարկում, այսպես ասած։ Այսինքն հնարավորություն ունենան օրինակ նույն, չգիտեմ, հաճախորդները որոշակի փորձ կատարել տեղում, միանշանակ։ Խաղացարում ունենալու ենք մի հարկ, առաջի հարկ, այսպես ասած, միայն նախատեսված տեխնիկական փորձարկումների, հաճախորդներին տեղում ցուցադրելու ապրանքատեսակների եւ լուծումների իրականացման մանրուքների մասով, մանրամասների մասով, ինչպես նաեւ ունենալու ենք շատ հետաքրքիր ու իր ոճով տարբերվող ցուցասրահ։ Գուցե մանրամասների մասին դեռևս խոսելու ենք առաջիկա թողարկումներում։ Պարոն Խաչատրյան, այ հետաքրքիր նշում եք անընդհատ, որ հնարավորություն եք ընձեռում հաճախորդներին ծանոթանալ կիրառման տարբերակներին։ Նայեք, հայկական շուկայում շատ ապրանքատեսակներ կան, շինանյութի ոլորտում կամ այլ։ Երբ վաճառում են ապրանքը առանց բացատրելու, թե ինչպես ճիշտ կիրառել, հետագայում էլ վարպետների կողմից գիտեք դժգոհություններ են լինում, որ այս կամ այն ապրանքի հետ աշխատել չի լինում, որովհետև չեն տիրապետում եւ ժամանակ է պետք որպեսզի տիրապետեն։ Բայց կարծես թե դուք վաճառում եք ոչ միայն ապրանքները, այլ նաեւ վերապատրաստում եք, տրամադրում եք այն բոլոր, չգիտեմ, ուղեցույցները, որոնք անհրաժեշտ են կիրառման համար։ Այ հետաքրքիր է, տինտակոլի ապրանքների համար սա պարտադիր է, այսինքն իսկապես կան ինչ-որ բարդույթներ կամ տեխնիկական տարբերակներ, որոնք տարբերվում են, սովորական պրոդուկտներից, թե այնուամենայնիվ սա պրոֆեսիոնալիզմի ինչ-որ նոր աշխարհ է։ Ինչպես գիտեք, մեր R&D կամ Research and Development process-ները իրականացվում է իտալական լաբորատորիաներում։ Մեր հիմնական խնդիրներից մեկը, որ դրվում է այդ լաբորատորիաների առջև, ապրանքների հեշտ օգտագործելիությունն է, որպեսզի շինարարները կարողանան օգտագործման ընթացքում չունենան, այսպես ասած, դժվարություններ։ Բայց բոլոր ինովացիոն կամ նորարարական արտադրատեսակները ու լուծումները նրանք իհարկե կարիք ունեն ուսուցման, կարիք ունեն թե տեսական մասի փոխանցման հաճախորդին կամ այս դեպքում շինարարին եւ թե գործնական մասի շինարարին։ Այս բaragայում դուք եղել եք նաեւ մեր տրեյնինգ ցենտրում, որտեղ իրականացնում ենք այդ ուսուցման ծրագրերը։ Ես ասեմ, ես ոչ միայն եղել եմ, այլ նաեւ ունեմ հատուկ սերտիֆիկացիա մասնագետի, այնպես որ։ Ճիշտ է, այո։ Կան մեր ապրանքները, նրանք ինովացիոն են, նրանք նորարարական լուծումներ են։ Իրոք այս ընթացքում երբ մենք խոսում ենք Իտալիայի մեր լաբորատորիաներում մշակում են մեր նոր ապրանքները, որոնք մոտակայում լինելու են շատ ավելի շատ, ընթացիկ շատ պրոյեկտներ ունենք ապրանքների մասով, իսկ այդ ապրանքները որպեսզի կարողանան ճիշտ օգտագործեն եւ ճիշտ արդյունք ստանալ մեր շուկայում, դրա համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսուցում։ Այդ ուսուցումը կազմակերպում ենք մենք ինքներս մեր ուսուցման կենտրոնում կամ տրեյնինգ ցենտրում, թե տեսական, թե գործնական մասերով։ Ինչպես նաեւ կարող են նաեւ մեր հաճախորդները իրենց շինարարական թիմով գալ հենց մեր տրեյնինգ ցենտրում փորձարկել որևիցե լուծում, կարող է լինել դեկորատիվ ներկեր, կարող են լինել ներկեր, սոսիսներ եւ այլն, տեսնել արդյունքը ինչ է ստացվում, որից հետո որոշում կայացնել, օգտագործել այդ լուծումները կամ ապրանքները իրենց վերանորոգման ընթացքում։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, ուրախ եմ, որ համագործակցելու ենք եւ անպայման այս 3 ամիսների ընթացքում ներկայացնելու ենք ձեր վարպետների տեսանյութերը, որոնք կարծում շատ օգտակար կլինեն հեռուստադիտողների համար։ Կհանդիպենք։ Մենք նույնպես շնորհակալ ենք։ Ողջույն, ես Քրիստինան եմ։ Տունտեղ հաղորդաշարի ընթացքում ներկայացնում եմ Smart Design խորագիրը, որի շրջանակներում մենք խոսելու ենք այն մասին, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները փոխում մեր առօրյան, դարձնելով այն ավելի հարմար, ավելի անվտանգ եւ ավելի արդյունավետ։ Մենք կխոսենք խելացի տների մասին, բիզնես ավտոմատացման մասին, էներգիայի կառավարման, անվտանգության եւ շատ այլ կարևոր լուծումների մասին, որոնք արդեն այսօր կիրառվում են Հայաստանում։ Այսօրվա հաղորդման ընթացքում ուզում ենք սկսել ամենակարևորից, ներկայացնելով թե ով ենք մենք եւ ինչով ենք զբաղվում։ Team Systems ընկերությունը համակարգային ինտեգրատոր է, որը զբաղվում է ինժեներական եւ տեխնոլոգիական համալիր լուծումների նախագծմամբ եւ իրականացմամբ։ Team Systems ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Մեր գլխավոր նպատակն է կառուցել ինժեներական մտքի եւ փորձի վրա հիմնված անվտանգ եւ հարմարավետ միջավայր, ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար։ Ավելի քան 15 տարվա գործունեության ընթացքում մեր թիմը, որը բաղկացած է 70-ից ավելի պրոֆեսիոնալներից, իրականացրել է 1000-ից ավելի նախագծեր։ Մենք աշխատում ենք մի քանի հիմնական ուղղություններով։ Առաջինը էլեկտրատեխնիկական համակարգեր։ Սա ներառում է շենքերի էլեկտրամատակարարում, բաշխիչ վահանների մոնտաժում,
էներգիայի կառավարում եւ ընդհանուր ինժեներական ենթակառուցվածքներ։ Երկրորդը ցածրահոս համակարգեր։ Դրանք են տեսահսկումը, հրդեհային ազդարարման համակարգը, մուտքի վերահսկումը, ազդանշանային համակարգերը եւ կապի ենթակառուցվածքները։ Երրորդ ուղղությունը ՏՏ լուծումներն են։ Վերջինս ներառում է սերվերների, ցանցերի, տվյալների կենտրոնների եւ այն ամբողջական հիմքը, որի հիման վրա աշխատում է ժամանակակից բիզնեսը։ Եվ վերջապես, խելացի լուծումներ եւ ավտոմատացում։ Սա այն ուղղությունն է, որտեղ մենք միավորում ենք բոլոր համակարգերը մեկ ամբողջական կառավարման մեջ։ Մենք անընդհատ ընդլայնում ենք մեր ծառայությունները։ Օրինակ, 2021 թվականից նախագծում եւ կառուցում ենք արևային կայաններ, իսկ 2023-ից հանդիսանում ենք Huawei փոխակերպիչների բացառիկ մատակարարը։ Նույն տարում մեկնարկեց Team Energy նախագիծը, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Երևանում եւ Հայաստանի ողջ տարածաշրջանում։ Այս ուղղությունը մենք զարգացնում ենք Smart Place նախագծի ներքո։ Smart Place-ը մեր Smart Home եւ Building Automation ուղղությունն է, որտեղ մենք առաջարկում ենք ինչպես բնակարանների, այնպես էլ հյուրանոցների եւ բիզնես տարածքների ավտոմատացման ամբողջական լուծումներ։ Այսինքն, մենք չենք խոսում միայն առանձին սարքերի մասին։ Մենք խոսում ենք ամբողջական համակարգի մասին, որտեղ լույսը, ջեռուցումը, անվտանգությունը եւ մի շարք այլ գործառույթներ աշխատում են միասին։ Պատկերացրեք, որ դուք տուն եք մտնում եւ համակարգը արդեն հասկանում է ձեր ներկայությունը։ Լույսերը միանում են, ջերմաստիճանը կարգավորվում է եւ ամեն ինչ աշխատում է ըստ ձեր նախընտրությունների։ Կամ պատկերացրեք հյուրանոց, որտեղ յուրաքանչյուր սենյակ ավտոմատ կերպով կառավարում է էներգիան, կախված նրանից կա հյուր, թե ոչ։ Կամ բիզնես տարածք, որտեղ ամբողջ շենքը կառավարվում է մեկ համակարգից։ Սա արդեն ապագա չէ, սա ներկա է։ Team Systems-ում մեր նպատակն է հենց այդ լուծումները դարձնել հասանելի եւ կիրառելի Հայաստանում, թե մասնավոր, թե բիզնես ոլորտներում։ Մենք աշխատում ենք մեկ ամբողջական մոտեցմամբ։ Նախ նախագծում ենք, հետո իրականացնում եւ վերջում ապահովում ենք համակարգի կայուն եւ արդյունավետ աշխատանքը։ Այս հաղորդաշարի ընթացքում մենք քայլ առ քայլ կբացահայտենք ինչպես են այս համակարգերը աշխատում եւ ամենակարևորը, ինչ արժեք են տալիս ձեզ որպես օգտագործող։ Հաջորդ հաղորդման ընթացքում մենք ավելի մանրամասը կխոսենք smart լուծումների մասին, որտեղ են դրանք կիրառվում, ինչ տարբերություն կա լարային եւ անլար համակարգերի միջեւ եւ վերջապես ինչպես ընտրել ճիշտ լուծումը։ Մնացեք մեզ հետ։ Սա տուն-տեղ հաղորդումն է եւ ես Քրիստինան։ Մենք շարունակում ենք ծանոթանալ մեր 11-րդ եթերաշրջանի գործընկերների հետ եւ այս պահին հյուրընկալել եմ Arma Design Studio։ Իդեպ Design Studio, որ վերջին 2 տարիների ընթացքում տուն-տեղ մրցանակաբաշխության շրջանակում ստացել է լավագույն Design Studio։ Ողջույն Արամ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ այս եթերաշրջանում կրկին մենք հանդիպելու ենք, իսկ մեր հանդիպումները լինելու են ոչ միայն Հայաստանում, այլ նաև գաղտնիք բացահայտեմ, մենք Արամի հետ հանդիպելու ենք նաև Միլանում շատ շուտով եւ շրջելու ենք միջազգային Expo հարթակներով ներկայացնելով հետաքրքիր բրենդներին, ապրանքատեսակներին եւ ինչու ոչ նաեւ դիզայներներին միգուցե կհանդիպենք։ Այո, միանշանակ, շնորհակալություն հրավերքի համար Կարեն, ես կարծում եմ հետաքրքիր եթերաշրջանը մեզ սպասում։ Միանշանակ եւ քանի որ բավականին տևական ժամանակի չենք հանդիպել, խոսենք հաջողություններից եւ նորություններից Արմատի, ինչ ենք բաց թողել այս տարիների ընթացքում։ Այս տարիների ընթացքում մենք իրականացրել ենք բավականին ամբիցիոզ նախագծեր, Հայաստանի Հանրապետությունով արդեն սփռված, երևի թե ամենամասշտաբային լանդշաֆտային դիզայնի նախագծերը մենք արեցինք։ Ինչի համար է ստացակ լավագույն դիզայն ստուդիո մրցանակը։ Այո, ինչի համար շնորհակալ եմ նման գնահատանքի համար եւ այս պահին արդեն իրականացվում են այդ նախագծերը, որոնք որ արվեցին այս վերջին 2 տարիների ընթացքում։ Արամ, նայեք, ձեր անունը ասոցացվում է ոչ միայն Arma Design Studio-ի հետ, այլ նաև Դանելյան, դպրոցի հետ, եւ շատ հաճախ հենց համացանցում հանդիպում ենք ձեր սաների աշխատանքներին, ցուցահանդեսներին եւ այլն։ Իրական դժվար չէ այս տարբեր գործունեություններով զբաղվելը, քանի որ իրական որքան էլ մոտ են այս ամենը, բայց յուրաքանչյուր ուղղություն կարծում եմ պահանջում է ինչ-որ կենտրոնացում, մեծ ուշադրություն, ժամանակի մեծ ներդրում։ Տեսեք, Կարեն, դիզայնը ինքնին ուղիղ կապ ունի նկարչության հետ։ Այսինքն նկարչությունը հանդիսանում է թե ճարտարապետության, թե դիզայնի, տարբեր ճյուղերի դիզայնի հիմքը։ Ես մասնագիտությամբ, կրթությամբ իմ առաջին կրթությունը նույնպես գեղանկարչությունն է,
գեղանկարիչ եմ գործող, ստեղծագործող եւ այն ինչ շատ է օգնում այս աշխատանքի մեջ, այս գործի մեջ։ Նայ, կարծում եմ օգնում է, բայց նաեւ ինչ առումով գուցե խանգարում է, որովհետեւ գործի բնույթը շատ տարբեր է, հա, լինել դիզայներ, ճարտարապետ, դա բավականին լարված, այսպես աշխատանքային առօրյա պահանջող աշխատանք է, իսկ գեղանկարիչները այսպես պետք է կենտրոնանան, ավելի հանգիստ լինեն, ինչ որ իրենց զգացմունքների հետ ներդաշնակ լինեն, ո՞նց է կարողանում այս ամենը, չգիտեմ, համատեղել, որն է ավելի էական ձեզ համար, օրինակ, երբ ունեք ազատ ժամանակ զբաղվել ձեր Armat Design Studio-ով, թե օրինակ տրամադրեք եւ նկարեք, ինչ որ նոր կտավներ ստեղծեք։ Ես իմ առօրյան բաժանել եմ երկու մասի։ Մի մասը տրամադրում եմ Armat-ին, Դանելյան Art Studio-ին, մի մասը իմ գեղանկարչության, իմ ստեղծագործական կյանքին, որը արդեն օրվա երկրորդ կեսից մինչև ուշ գիշերը իմ հյուրերը եւ իմ արվեստի սիրահարները լավ գիտեն, թե ինչպես կարելի է ժամանակ գտնել, նաև ներկա գտնվել իմ նոր աշխատանքների ներկայացմանը, շուտով նաև իմ նոր արվեստանոցը կսկսի գործել, արվեստանոց ցուցասրահ, որի մասին հանրությունը շուտով կտեղեկանա։ Շատ լավ, Արամ, կարծում եմ առաջիկա 3 ամիսներին մենք ծանոթանալ ենք ոչ միայն Armat Design Studio-ի ղեկավար, դիզայներ ճարտարապետ Արամ Դանելյանի հետ, այլ նաև գեղանկարիչ Արամ Դանելյանի հետ, իսկապես կարծում եմ, որ ձեզ մոտ շատ լավ է ստացվում մեկտեղել այս երկուսը։ Շնորհակալություն։ Կհանդիպենք։ Տուն-տեղ հեռուստանախագիծը սկսում է նոր համագործակցություն Noho Furniture ընկերության հետ։ Ընկերությունը մասնագիտացված է ցանկացած տեսակի փափուկահույքի պատվերով պատրաստման մեջ։ Այն առաջարկում է բարձրորակ եւ գործնական լուծումներ, համադրելով ժամանակակից դիզայնը, հարմարավետությունը եւ երկարակեցությունը։ Յուրաքանչյուր նախագիծ իրականացվում է բարձր պրոֆեսիոնալիզմով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր մանրուքի։ Noho Furniture-ը պատրաստ է կյանքի կոչել նույնիսկ ամենանուրբ եւ յուրահատուկ գաղափարները, ապահովելով որակի, գնի եւ հարմարավետության օպտիմալ համադրություն։ Ընկերության արտադրամասում օգտագործվում են բացառապես բարձրակարգ եւ դիմացկուն նյութեր, իսկ յուրաքանչյուր պատվեր իրականացվում է ամբողջությամբ անհատական մոտեցմամբ, հաշվի առնելով ինչպես ինտերիերի պահանջները, այնպես էլ դիզայներների եւ հաճախորդների ստեղծագործական տեսլականը։ Եթե փնտրում եք վստահելի եւ ստեղծագործ գործընկեր, ապա Noho Furniture-ը հենց այդպիսին է։